Սիրելի հեռուստադիտողներ, մենք Ֆրինիզի եթերում ենք Էներգի մարզասրահից։ Ես Կնարիկն եմ։ Երբ մենք զբաղվում ենք սիրողական սպորտով, մեր նյարդային բջիջները սկսում են ակտիվորեն աշխատել եւ ներազդել մեր ուղեղի վրա։ Իսկ դա բնականաբար կարգավորում է բազում ֆունկցիաներ մեր օրգանիզմում։ Եղեք առողջ։ Եթերում է Մարզվենք միասին հաղորդաշարը։ Այսօրվա իմ հյուրն է հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Սուրեն Աղաջանյանը։ Ողջույն Սուրեն։ Ողջույն։ 2023 թվականին դու դարձար աշխարհի չեմպիոն։ Սուրեն, արի հենց այդտեղից էլ սկսենք։ Որտեղ տեղ ունեցավ աշխարհի առաջնությունը, ինչպիսի տպավորություններ եւ վերջապես ինչ էր այդ հաղթանակը քեզ համար։ Առաջնությունը տեղի ունեցավ Հորդանանի Ամմանում, մայրաքաղաքում իրենց։ Մրցաշարին շատ լավ էի պատրաստվել եւ նպատակով գնացել եմ որպեսզի հաղթեի, քանի որ նախորդ տարում ծանր պարտություն եմ ունեցել աշխարհի առաջնության եզրափակում նույն։ Այս տարի ավելի լուրջ ենք մոտեցել եւ պատրաստվել։ Իսկ տպավորությունների մասին ինձ թվում է խոսքեր չկա, որովհետեւ ոնց ամեն սպորտսմեն է ասում, բառերով չես կարող նկարագրել այդ ոգևորությունը։ Էմոցիաները, չէ՞։ Սուրեն, արի խոսենք այս քո մեդալների, քո գոտու մասին, դե մեկը արդեն բնականաբար աշխարհի առաջնությունն է։ Սա աշխարհի գոտին է, այո։ Այո։ Ահա, աշխարհի ոսկին, որն է։ Աշխարհի ոսկին Երևի հենց կողքինն է։ հենց կողքինն է։ Ահա։ Դու նաև Եվրոպայի չեմպիոն ես, այո։ Այո, նաև Եվրոպայի չեմպիոն եմ։ Որն է։ Դա իմ կարծիքով ամենասիրուն մեդալն է։ Այ, միջալոց, ես դա եմ նայում, շատ գեղեցիկ է։ Որին հաջորդել է, առաջինը եղել է Եվրոպայի առաջնության ոսկին, որից հետո աշխարհի առաջնության արծաթե մեդալը։ Այս մեկը, որի մասին քիչ առաջ խոսեցի, որ ծանր պարտություն եմ ունեցել։ Ծանր նկատուներ երկրորդ վարքյաններին հավասար հաշվով պարտվել եմ։ Դաժան արծաթ էր, սա պատրոն դաժան արծաթ է։ Այո, դա դաժան արծաթ էր։ Իսկ նա այս մեկը Եվրոպայի արծաթ է։ 2023 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալն է, տեղի ունեցել Իսպանիայի Դե Կոմպոստելա քաղաքում։ Այստեղ հարգելի պատճառներով էր իմ արծաթը, քանի որ ոտքիս վիրահատությունից ընդամենը 2 ամիս հետո ծանր վիրահատություն ունեցա ծնկի, 2 ամիս հետո կարողացա այսպեսի արդյունք գրանցել։ Բրավո Սուրեն։ Որից 1 ամիս հետո էլ հասա աշխարհի ոսկուն։ Լավ Սուրեն, ինչ առավելություն ունես, որ կարողանում ես։ Իմ կարծիքով կամքի ուժ։ Դա է ամենակարևորը ըստ քեզ։ Ամենակարևորը ըստ ինձ դա է, կամքի ուժ ունենալը եւ անխնա պարապելը։ Իսկ մեդալները փոխում է մարդուն Սուրեն ըստ քեզ։ Դե ճակերտավոր եմ հարցնում։ Մեդալները մարդուն չի կարա փոխեն կարծիքով։ Բացարձակապես չի փոխում հոգեբանությունը։ Հոգեբանորեն հոգեբանությունը կարա փոխվի, բայց որպես մարդ չեմ կարծում, որ պետք է մարդը փոխի մեդալներից։ Սուրեն, ես գիտեմ, որ ըմբշամարտը լինում է երկու տեսակի՝ հունահռոմեական ըմբշամարտ եւ ազատ ոճի ըմբշամարտ։ Ես նաեւ գիտեմ, որ ազատ ոճի ըմբշամարտի ժամանակ դուք կարող եք օգտագործել ձեր ամբողջ մարմինը, բայց հունահռոմեականի ժամանակ միայն գոտկատեղից վերև։ Նախ ուզում եմ իմանալ ինչու կոնտրությունը կանգնեց հունահռոմեականի վրա, նախ դա հասկանանք։ Իմ պապիկն է շատ սիրել է սպորտը եւ հենց նա է ինձ տարել։ Այդպես որ ասեմ, ինչ որ ես փոքր ժամանակ տեսել եմ, սիրել եմ այս սպորտը, սուտ կլինի, իրական պապիկս է տարել ինձ ընդունել ըմբշամարտի։ Իսկ գեների մեջ կա սպորտսմեններ ուժեղ, ֆիզիկապես ուժեղ մարդիկ կան ձեր գեներում են, բայց ուժեղ տենց ինչ որ լուրջ արդյունքներ ունենան, այդպեսին չկա։ Ամենալուրջը դեռևս ես եմ։ Երբ է հաղթանակը լինում։ Հաղթանակը լինում է կամ միավորների առավելությամբ 6 րոպե հետո ով միավորներով ավելի բարձր եղավ նա հաղթում է, կամ դիմացինի ուսերը երկու պետքա գորգին հպվեն, կամ 8 միավորի առավելություն։ Այդ գորգի պահն է հետաքրքիր։ Երկու ուսերը պիտի հպվեն գորգին։ Պետք է հակառակորդի երկու ուսերը գորգին հպվեն։ Հենց հպվեցին վերջ։ Հենց այդ պահը ֆիքսվեց վերջ։ Հետաքրքիր է։ Սուրեն, եթե հնարավորություն ունենար ամեն ինչ զերոյից սկսել նորից սպորտի ուղին կընտրեիր։ Դե քանի որ ես արդեն այս սպորտով ապրում եմ, ես ուրիշ կյանք չեմ պատկերացնում ինձ։ Իմ կարծիքով ինչքան էլ հետ գնա, էլի այս սպորտն էի ընտրելու։
Ես պատահական չեմ տալիս այդ հարցը, որովհետև պրոֆեսիոնալ սպորտսմենները նամանավանդ չեմպիոնների մասին է խոսքը, շատ սահմանափակ, շատ լարված ու շատ պատասխանատու կյանքով են ապրում եւ գրեթե ամեն ինչից զրկված են։ Չես հոգնում, չես խեղդվում, երբեմն չես ուզում փախչել, ասենք ընկերներիդ հետ գնալ հարբելու։ Չի ձգում դա քեզ այդ անազատությունը, չէ՞ որ դու շատ երիտասարդ ես ամեն դեպքում։ Ինձ ավելի շատ իմ նպատակներն են ձգում, քանի որ սպորտը հավերժ չի, գալու է մի ժամանակ, երբ որ վերջ դնենք մեր կարիերային եւ այդ ժամանակ արդեն ազատ կարող ենք ինչ ուզել անել, նաեւ վայելել մեր այսպիսի ունեցած արդյունքները։ Բայց արդեն քայքայված առողջությամբ Սուրեն դա էլ նշի, որովհետև պրոֆեսիոնալ սպորտի ժամանակ արի ընդունենք, որ մեր առողջությունը մեր չէ ձերել, ես պրոֆեսիոնալ սպորտմեն չեմ, քայքայվում եմ։ Ամեն դեպքում դուք կորցնում եք ձեր առողջությունը։ Հա, մեր դեպքում սպորտը առողջություն չի, այլ առողջությանը վնաս է, անձամբ ես լիքը վնասվածքներ ունեմ։ Անձամբ դու չէ, բոլորը։ Բոլորը։ Հա, գրեթե բոլորը։ Ով մտնում է պրոֆեսիոնալ սպորտի մեջ, արդեն վնասվածքները իրար հետևից շարունակվում է, բայց ով նպատակ ունի, ինչև էշ գնում է։ Մի խոսքով հիվանդության պես բան է դա։ Դե հա։ Դուք հիվանդ եք։ Ընկերության մասին խոսեցի Սուրեն։ Ընկերություն ինչ է քեզ համար։ Արդյոք դու համարում ես դա երջանկության մի կտորիկ։ Մի կտորիկ չէ, ես ավելին եմ համարում դա եւ առանց ընկերների չեմ պատկերացնում նաև ինձ, բայց եթե անկեղծ աշխատում եմ ընկերներից ընտրել սպորտային իմ կարիերայից, էլի, իրար հետ մարզվում ենք, ամեն օր իրար հետ ենք կարելի ասել, մի ընտանիքի պես ենք։ Դե դա երևի ունի իր տրամաբանական իմաստը, որովհետև դու ժամանակ չունես, երևի Դե հա։ Այն պարապմունքների ժամանակ եք միասին շփվում։ Ես կարծում եմ։ Կյանքում էլ ենք շփվում իրար հետ, շատ համարյա միշտ իրար հետ ենք էլի լինում, բայց հա, սպորտային կյանքում ավելի շատ ենք, հիմնականում պարապմունքներին ենք իրար տենում, ում դեռ կարա լինեն, որ ուսումնամարզական հավաքների գնամ, այս կողմ, այն կողմ մրցումներ, ու տենց էլի երկար ժամանակ չտենանք իրար, բայց հիմնականում միշտ իրար հետ ենք լինում։ Սուրեն, հիմա ես քեզ պիտի բլից հարցեր տամ, փորձիր արագ պատասխանել։ Բռունկ ունես թե հանգիստ։ Հանգիստ։ Անհամբեր ես թե համբերատար։ Համբերատար։ Քո ռեալ հակառակորդը։ Ես։ Միայն դու ես քո ռեալ հակառակորդը։ Դե ամենադժվարը ինձ հաղթելն է, ինձ որ կարողանում եմ հաղթել, դիմացինել եմ կարողանում։ Թշնամի ունես։ Չէ։ Թշնամի չունես։ Իսկ մայրիկիդ ինչ կխոստովանես, հենց հիմա, որ երբեք չես խոստովանել։ Իմ ամենաթանկ մարդն է։ Չէ, խոստովանել, Սուրեն, դա գիտեմ, որ Դե չեմ կարող որպես խոստովանություն ինչ ես արել, որ չես խոստովանում մայրիկիդ։ Չի եղել նման բան։ Դե ինչ որ պետքա նա իմանա, իմացել եմ միշտ։ Հա։ Դա քիր է։ Իսկ քո ամենաբաղձալի երազանքը։ Կրկնակի օլիմպիական չեմպիոն։ Վաու։ Դե ուրեմն ես դա քեզ մաղթում եմ, Սուրեն ջան։ Շնորհակալ եմ։ Այժմ քո թույլտվությամբ կարող ենք սկսել։ Սկսեցինք սիրելի հեռուստադիտողներ։ Ձգվում ենք վերև, Սուրեն։ Որովայնի մկանները սեղմում ենք, ձեռքերը տանում ենք հետ եւ մարմնով փորձում ենք գնալ դեպի հետ եւ կախվում ենք։ Գալիս ենք, ձեռքերը ուսերին հավասար եւ նկարում ենք շրջան։ Այնուհետև հակառակ ուղղությամբ, այնուհետև արմունկից ներքևի հատվածում շրջան, հակառակ ուղղությամբ Սուրեն, հետ տես, այս է, Քեզ մեջ կող չկանում։ 7, 6, 5, 4, 3, 2, 1, շատ լավ պարանոց է կիսաշրջան Սուրեն, տես հետևի հատվածում, ոչ թե ամբողջական, այլ հետևի հատվածում։ Կողքից կողք Սուրեն։ Եվ կողպեք ենք կատարում, տես, ձեռքերը խաչում են, կարող ես թե ոչ։ Կա։ Եվ զսպանակումներ ենք կատարում։ 4, 3, 2, 1։ Ուղղվեցինք, փորձում ենք հասնել ձախ ոտնաթաթի, աջ, ուղղվում ենք,
Սուրենը կատարում է կ-քանիստ։ Ես սիրելի հեռուստադիտողներ կոտրել եմ իմ ոտքը, դրա համար այսօր նախավարժանքը Սուրենը կատարում է միայնակ, մեջքը ուղիղ է, շնչելով իջնում ենք, արտաշնչելով բարձրանում ենք, ծնկները ոտնաթաթերից առաջ չպիտի ընկնին։ Եվս 4 Սուրեն, 3, 2, իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ կհանգստանաք եւ 16 հաշիվ նորից կանեք։ Նորից 4 Սուրեն, 3, շնչելով իջնում ենք, արտաշնչելով բարձրանում ենք 2 եւ վերջինը։ Ապրես։ Հիմա Սուրենը կկատարի լանջիս վարժությունը, հայերեն մենք այս վարժությանը ասում ենք կ-քանիստ մեկ քայլ առաջ, տեսեք Սուրենի մեջքը ուղիղ է, ոտքը ընդունում է 90 աստիճան տեսք, մենք հետևում ենք, որպեսզի ծունկը ոտնաթաթից առաջ չընկնի, դա շատ կարևոր է սիրելի հեռուստադիտողներ, շատ լավ է, եվս 8, տեսեք ոտքը 90 աստիճան է, մեջքը ուղիղ է, եվս 7, այս վարժության ժամանակ աշխատում են նստատեղի մկանները և ոտքերի երկգլխանի մկանները։ Եվս 8, 7, հրաշալի է, 6, Սուրեն լավ ես, 5, պատկերացրու եվս մեկ մեդալի նվաճման պրոցես է, 3, որովհետև դուք մեդալներով ես ապրում, 2 և վերջինը, ստապ, բրավո, Սուրենը հիմա կատարում է կ-քանիստ վարժությունը և upright row, այսինքն աշխատեցնում է ուսագոտու մկանները վերևում, սիրելի հեռուստադիտողներ, տեսեք ինչ հրաշալիորեն աշխատում են ուսագոտու մկանները, իսկ կ-քանիստի ժամանակ նորից եմ կրկնում աշխատում են նստատեղի մկանները և ոտքերի երկգլխանի մկանները։ Մեջքը պահում ենք ուղիղ, շնչելով իջնում ենք և արտաշնչելով բարձրանում ենք, կառավարում ենք ծնկները, որպեսզի ոտնաթաթերից առաջ չընկնի։ 3, 2 և Սուրեն արդեն բարձրացնում ես վերև, բարձրացնում ես և կախում, գնացիք, այո, այս վարժության ժամանակ նույնպես աշխատում են ուսագոտու մկանները, այստեղ աշխատում են առաջնային դելտոիդները, տեսեք, առաջնային դելտոիդներն են աշխատում, եվս 4, 3, հրաշալի է գեղեցկություն Սուրեն, նույնիսկ կարող ես ժպտալ Սուրեն, 2, եվս 3 հաշիվ, բրավո, 2, բրավո և վերջինը, բրավո Սուրեն, գեղեցկություն, սիրելի հեռուստադիտողներ, եթե ձեր քաշերը ավելի թեթև է, դուք կարող եք ավելի քիչ քանակությամբ կատարել Սուրեն, բրավո։ Սուրեն տես, ձեռքերը 90 աստիճան, արտաշնչելով ձգվում ենք վերև և շնչելով իջեցնում ենք 90 աստիճան, շատ լավ է, սկսեցինք։ Եվ զսպանակումներ են կատարում Սուրեն 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, եվս 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, մեջքը ուղում ենք, Սուրեն մի փոքր գալիս ենք առաջ ուղիղ մեջքով և բացում ենք, շատ ճիշտ է, 8, 7, 6,
5 4 3 2 1 8 7 6 5 հրաշալի է 8 7 6 5 4 3 2 1 8 7 6 5 4 3 2 1 եւ թուլացանք կատարում ենք ուսագոտու մկանի ձգում shoulder stretch գեղեցկություն սրան եսա եւ սուպեր Սիրելի հեռուստադիտողներ, սկսում ենք որովայնի մկանների աշխատանքը, կաշխատացնենք որովայնի ուղիղ եւ թեք մկանները։ Սուրեն պատրաստ ես։ Այո։ Սկսեցինք։ Արտաշնչելով ձգվում ենք 40 աստիճան, մինչև վերջ ենք բարձրանում եւ շնչելով իջնում ենք 40 աստիճան։ Ոտքերը ուղղվեց, ձգվում ենք դեպի ոտնաթաթերը, դոնչը բարձր, հայացքը առաստաղին։ Նորից արտաշնչելով ձգվում ենք եւ շնչելով իջնում։ Ծանրագունդը դնում ենք կողք։ Սուրեն, տես, ձգվում ենք այսպես։ Այս վարժության ժամանակ սիրելի հեռուստադիտողներ արդեն աշխատում են որովայնի թեք մկանները, այսինքն աշխատում ենք թեքումներով 8 7 6 5 4 3 2 1 Սուրեն նայր մարմինս գալիս է առաջ, ոտքերս ծալվեց, ուղղվեց, ոտքերս ուղղվեց, առաջ ծալվեց, ուղղվեց, ոտքերս ուղղվեց, պատրաստ ես, պատկերացրեցիր թե ոչ։ Հա, պատկերացրեցի։ Ահա, գնացինք։ Եվս 8 7 6 5 4 3 2 եւ stop Իմ սիրած վարժություններից մեկն է Սուրեն միջելոց լավ ես Սուրեն իսկ դու սիրահարված ես սիրում ես ինֆորմատին Չէ, հետաքրքիր է, բայց չես ուզում ունեք դու սիրո կարիք չունես, սիրո ջերմության, որ Վալենտինի օր ինչ-որ մեկին ինչ-որ բան նվիրես։ Մեդալի կարիք ունեմ, ավելի Եմ մեդալի, Սուրենն ամեն է, քո կյանքը սկսում եւ վերջանում է մեդալներով, հաղթանակներով։ Դեռևս հա։ Ալկոհոլ ընդհանրապես չես օգտագործում։ 1000-ից 1, որ ասում եմ, գինի եմ օգտագործում միայն։ Ես էլ եմ գինի շատ սիրում, սպիտակ թե կարմիր։ Կարմիր։ Ես սպիտակ եմ սիրում։ Խաչեցինք, ահա, եւ գնում ենք կողքից կողք, գնացինք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս վարժության ընթացքում մենք աշխատացնում ենք որովայնի թեք մկանները 8 7 6 5 4 քնարիկ խնդրում եմ մի մոռացիր, որ քո ոտքը կոտրված է, քնարիկ մի մոռացիր 7 6 5 4 3 2 stop, պահեցինք 4 3 2 1 պահեցինք հաշվենք 16 Սուրեն հաշվիր 15 14 ահա 13 ահա 12 ահա 11 ահա 10 ահա 9 8 ահա 7 ահա 6 ահա 5 ահա 4 ահա 3 ահա 2.5 2 1 Եվ stop 1 հա հələ մեկ եւ stop ահա ինձ անցած անգամ լավ անջեցիր հա Սիրելի հեռուստադիտողներ, հիմա մենք աշխատեցնենք մեր կոնքամկանները եւ շատ էֆեկտիվ վարժություններ կկատարենք։ Ես ու մեր աշխարհի չեմպիոն Սուրեն պատրաստ ես։ իհարկե Գնացինք։ Start։ Տեսեք, ձգվում ենք առաջ արտաշնչելով, ոտքերը միաժամանակ գալիս է դեպի մեզ եւ շնչելով իջնում ենք։ Տեսեք, միջև վերջ ուսը չենք իջեցնում դեպի հատակը։ Եվ ծալելով, Սուրեն, ծալելով, նորից ուսերը մինչև վերջ չենք իջեցնում։
Ոտքը ուղվեց, դուք կարող եք ավելի շատ քանակությամբ անել սիրելի հեռուստադիտողներ, հանգստանալ, հետո նոր 16 հաշիվ անել։ Սուրեն, ձգվում ենք դեպի ուղիղ ոտքը։ Ծալվեց, գնացինք։ Հիշում ենք, որ ուսերը մինչև վերջ ենք իջեցում սիրելի հեռուստադիտողներ, աշխատեցնում ենք կոնքամկանները, աշխատեցնում ենք ժպիտով, երջանիկ, մեր Սուրենը լուրջ տղա է, որ նա ժպտում է, ես ուրախանում եմ, 4, 3, 2, 1, ևս 4, 3, 2, 1 և ոտքը ուղվեց, գնացինք։ Արտաշնչելով ձգվում ենք դեպի ոտնաթաթը, շնչելով իջնում ենք։ Ստապ։ Ձեռքերը դնում ենք պարանոցին, գլուխը բերում ենք առաջ, Սուրեն, պահում ենք։ Հիմա գլուխը հետ և առաջ։ Շրջան ենք նկարում, հակառակ ուղղությամբ, ձեռքը դնում ենք գլխին, թեքում և ձգում դեպի մեզ, փլացնելով պարանոցի մկանները, մյուս կողմ, ոտքերը բացում ենք լայն, քանի որ սիրելի հեռուստադիտողներ իմ ոտքը կոտրված է, ես շատ բան չեմ կարող անել, բայց հնարավորինս ձգումներ ցույց կտամ, գալիս ենք առաջ, ինչքան որ ես կարող եմ։ Ուղղում ենք, ձգվում դեպի ձախ ոտքը, այնուհետև դեպի աջը, խաչում ենք, տեսնեմ ես կկարողանամ խաչել, ահա, ձգվում ենք առաջ, ուղղում ենք ոտքերը, հիմա Սուրեն, ոտնաթաթերը սեղմում ենք դեպի մեզ և դուրս, մեզ և դուրս, մեզ և դուրս, սա նաև շատ լավ է արյան շրջանառության համար։ Դրանից տեղյակ չի։ Տեղյակ չէ դրանից։ Ահա, շատ լավ։ Հիմա ձգվում ենք դեպի հետ։ Թեքվում ենք։ Կենտրոն մյուս կողմ։ Կենտրոն մյուս կողմ։ Կենտրոն մյուս կողմ։ Ուղղվում ենք, շուչում ենք։ Շնորհակալ եմ Սուրեն ջան, քո մասնակցության համար։ Ես ուրախ եմ քո պես չեմպիոններին հյուրընկալել, հպարտանալ, եւ հուսամ, որ դա շարունակական կլինի եւ մենք միշտ ուրախանանք եւ կհպարտանանք ձեր հաղթանակներով, որովհետեւ հիմա մենք հենց այդ փոքրիկ հաղթանակներով ենք ուրախանում այս դժվար ժամանակներում։ Շնորհակալ եմ։ Ես էլ ձեզանից եմ շնորհակալ եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի կարողանանք մեր հաղթանակներով ողջևորել եւ ուրախացնել ձեզ։ Հա, եւ պատկերացրու դա ինձ շատ է երջանկացնում։ Այսօր այսքանը սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք ցտեսություն։